չեմ էլի։ Քանի տարեկան եք։ 60 եմ արդեն։ Գնում եմ բժշկի ամեն անգամ 10-15 հազար փող են ուզում ինձնից։ Գնում եմ մտամ կոնսուլտացիա անեմ, երկու բառ սթից ասում են, ասում են գնա այս դեղը խմի, քննչման դեղը։ Աշխատում եք, աշխատավարձը ինչքան է։ Աշխատում եք, թե չէ։ Ինչքան եք ստանում աշխատավարձ։ Մի 150,000։ Դե հիմա եթե ձեր աշխատավարձը ենթադրում եմ, եթե ավելի բարձր է, գնացեք ձեր գործատուին ասեք 200,000-ը գրանցի, որպեսզի դառնա կառուցության ապահով։ Հասկանում եմ ձեզ։ Մի հատ կարող եք դուք հրահանգել, որ ամեն ինչի համար 10-15 հազար դրամ չվերցնեք։ Տիկին Ավանեսյանը ուր է։ Տիկին Ավանեսյան թող գա էլի մի Եթե 150,000 փաստացի ստանում է, ուրեմն շահառու է։ Արդեն մոտև 200,000-ից ավել կլինի գրանցված աշխատավարձ։ Եթե 150,000 փաստացի ստանում եք։ Միգուցե չեմ աշխատում, կամ իմ ծնողն է, կամ մեկն է։ Ինչի համար է գումարը վերցնեն ինձանից։ Տիկին Ավանեսյան, տեսեք կոնսուլտացիաների բարձր գումարների մասին է։ Բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որովհետև եթե դուք առողջության ապահովագրության շահառուն եք, այդ թեմաներից արդեն կազատվեք։ Պարոն վարչապետ, կլսեք ինձ խնդրում եմ։ Այն անգամ որ դուք մեր փողոցում եք ապրում, մի թաղից են, գալիս եք մենք ձեզ ձեն էինք տալիս։ Դաժե որ վարձով տուն եք ման գալիս, իմ տունն էլ եք եկել այն թվերին։ Մենք ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք էլ ինձ որ հիշեք, կճանաչեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ովքեր որ ասենց թալանում են մեզ ուշադիր լսեք այդ բժշկությունը ու գնում ես երկու բան խնդրում եմ լսեք ես ձեզ կլսեմ հարգանքով ձեզ լիքը ձեր հանդեպ հարգանքով գնում ես երկու հատ բառ ասում ես 10,000 տալիս ես մի հատ դեղա նշանակում ասում գնա կզանգեմ էլ որ զանգում է բայց ինչի համար ես պետք 10,000-ը տամ չունեմ ոչ չի բան հիմա ես որ ձեր հետ խոսում եմ ճնշում ես երևի այնքան այս հազիվ եմ խոսում Հազիվ եմ խոսում։ Բայց հիմա մենք ուզում ենք ձեզ օգնենք, մի րոպե։ Օգնեք, թող էսը նախարարը, թող գրի անվճար հարգելիս։ Եթե դուք 150,000 ստանում եք, դուք շահառու եք, դուք կարաք գնաք առանց այդ ամեն ինչի ստանաք ձեր բուժումը։ Ես ձեզ հասկանում եմ, հարգելի պարոն վարչապետ ջան։ Բանը հարկերը ներսը, չէ, 200,000։ Էսա Վարդանաս պոլիկլինիկայում եմ ես գրանցված։ Գնում եմ, ասում եմ դու գրանցումը մի շաբաթից կարող եմ արդ ներնի ոնց։ Ասում մի շաբաթից արի, որ շուտ ես գնում։ Ասում որ 10-15,000 տաս։ Ամեն մի կոնսուլտացիան գնում ես, նստում ես, այդ բանը ես էլ կարամ ասում, ինքեր վարչապետ ջան, ցավը տանեմ։ Հիմա ինչ անենք, ասեք, ինչ։ Էսա նախարարը ստեղ է, թող մի հատ գրություն գրի, թող ինձ անվճար տանեն ստուգե։ Չէ, դե չի, եթե վճարով է քաղաքացի եմ։ Կապ չունի, ինչ կապ ունի, բա բժիշկն էլ է քաղաքացի, բա ինքը աշխատավարձ ստանա։ Ես քեզ միշտ նայում եմ, բանով, դու միշտ ոնց որ ազգի համար չխոսած։ Ես ընկեր վարչապետի հետ եմ խոսում, ես իրանք ձեզանից լավ գիտեմ։ Դե արեք չխոսանք, դուք մենակ խոսում եք, չեք անում։ Հարգելի պարոն վարչապետ ջան։ Եղբայր, տեն չի լինի, որ